Փարիզի դատախազը հաստատել է լրատվամիջոցների հաղորդագրությունները Փարիզի շրջանում ևս 5 անձի ձերբակալման մասին, ասել, որ նրանք ձերբակալվել են տարբեր շրջաններում։ Ձերբակալվածներից մեկը քննիչների հիմնական թիրախներից է եղել, նրա մասնակցությունը կողոպուտին հաստատվում է ԴՆԹ թեստով։ Դատախազը հույս ունի, որ մնացած 4-ը հարցաքննության ժամանակ ցուցմուն կտան հանցագործության իրականացման մանրամասների մասին, նշել, որ գողացված իրերը դեռևս չեն հայտնաբերվել։ Կրեմլը չի կարծում, որ Ռուսաստանի եւ Միացյալ Նահանգների միջև նոր սպառազինությունների մրցավազք է սկսվել, հայտարարել է նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, բացարձակապես ոչ պատասխանել է նա հնչած հարցին։ Հինգշաբթի օրը Թրամփը հայտարարել է, որ հանձնարարել է պատերազմի նախարարությանը անհապաղ սկսել միջուկային զենքի փորձարկումներ։ Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը նոյեմբերի 7-ին Վաշինգտոնում կհանդիպի ԱՄՆ նախագահի հետ։ Երկու առաջնորդների հանդիպման համար պատրաստվում է ֆինանսական եւ տնտեսական, էներգետիկ եւ ռազմաարդյունաբերական համագործակցության վերաբերյալ համաձայնագրերի մեծ փաթեթ։ Թրամփը եւ Չինաստանի առաջնորդ Սի Ցզինփինը հանդիպել են Հարավային Կորեայում, քննարկել Ուկրաինայում շարունակվող պատերազմն ու համաձայնել հետ քայլանել ամիսներ շարունակվող կոշտ առևտրային պատերազմում։ Չինացի գործընկերոջ հետ հանդիպումից հետո Թրամփը նշել է, որ հրաշալի հանդիպում է ունեցել, համաձայնության են եկել շատ կարևոր կետերի, այդ թվում առևտրի, մաքսատուրքերի եւ հազվագյուտ հանքանյութերի շուրջ։